Լիլիթն առաջին անգամ արյան դոնոր է դարձել։ Եկել եմ, որ իմ արյունը նվիրեմ եւ փրկեմ կյանքեր, ասում եմ, որ բոլոր առողջանան։ Ասում է մտադիր է կրկնել այս փորձը։ Եթե իմ արյունը իրոք կյանքեր է փրկելու, ապա կգամ, եթե ինչ-որ մի տեղ կօգնի, անպայման կգամ։ Մեկ արյունատվությամբ հնարավոր է 3 կյանք փրկել արյան տարբեր բաղադրամասերի շնորհիվ, որոնք մշտապես պահանջված են։ Արյան հիվանդություններ, ծանր վիրահատություններ ու ծննդաբերություններ, քաղցկեղ, դժբախտ պատահարներ, հրազենային վիրավորումներ եւ այլն։ Հիվանդանոցներում ամեն օր արյան բաղադրամասերի փոխներարկման կարիք են ունենում հարյուրավոր մարդիկ։ Ձեզանից պահանջվում է ընդամենը մի փոքր ժամանակ, րոպեներ, մի փոքր բարություն եւ ինչ-որ մարդու կյանք փրկված կլինի։ Առողջապահության նախարարի ու տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ օրեր առաջ քննարկվել են արյան դոնորության հետ կապված խնդիրները։ Կենտրոնի տնօրենն ասում է, հիմնական ու գլխավոր խնդիրը հենց արյունատվությունն է։ Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ աշխարհի ցանկացած երկիր դոնորության, արյունատվության կարիք ունի արյան պաշարները համալրելու, մշտապես արյան պաշարներ ունենալու համար, որովհետև արյան պաշարները մշտապես սպառվում են եւ դրանք կարող են վերականգնվել միայն մեկ ճանապարհով առողջ մարդկանց կողմից արյունատվության շնորհիվ։ Ձգտում են մեծացնել դոնորների քանակը, ընդ որում շեշտը դնելով չվարձատրվող արյունատվության վրա։ Ներկայումս գերակշռում է վարձատրվող դոնորությունը, չնայած շարունակ ամեն տարի աճ է գրանցում անվարձահատույց դոնորության, մեր գերնպատակներից մեկն է հենց անվարձահատույց դոնորության գերակշռության հասնելը։ Կարևոր է համարվում, որ արյունատվությունը դառնա մշակույթ ու չիրականացվի հիմնականում արտակարգ իրավիճակների ժամանակ։ Ոլորտի պատասխանատուները դոնորությունը խթանելու հիմնական ճանապարհը համարում են իրազեկումը, դպրոցից ու մանկապարտեզից սկսած։ Իհարկե դոնոր կարող են դառնալ միայն չափահասները։ Մինչև չափահաս դառնալը ձևավորում է գիտակցությունը, ձևավորում է հենց արյուն հանձնելու կարևորությունը գիտակցող մարդկանց հասարակությունը։ Արյունաբանական կենտրոնը պարբերաբար իրականացնում է արտագնա արյունատվության ակցիաներ։ Եթե որևէ կազմակերպություն հայտնի, որ իր աշխատակիցները ցանկանում են արյուն հանձնել, շարժական կայանն ինքը կմոտենա, ազատելով նրանց արյունաբանական կենտրոն հասնելու հոգսից։ Հիմնականում արյունատվությունը իրականացվում է աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին եւ շատերին հարմար չէ պարզապես մոտենալ արյան բանկեր եւ հանդես գալ որպես դոնոր, չնայած մեծ ցանկությանը։ Դրա համար մենք ինքներս պատրաստակամություն ենք հայտնում մոտենալ հաստատություններ։ Թե արյան ինչ պաշար է անհրաժեշտ, որ առողջապահական համակարգն իրեն ապահով զգա, Հայկ Գրիգորյանը նկատում է, այդպիսի շեմ չկա, ինչքան շատ, այնքան լավ։ Արյան ծառայության գծով փոխտնօրենը մանրամասնում է, օրական միջինը 30 արյունատվություն է լինում։ Մեր դոնորների մոտ 50%-ը դա փոխհատուցվող դոնորներ են, 35-ից 40%-ը դա հիվանդի հարազատներ են, որ իրենց կոնկրետ հիվանդի համար են եկել հանձնելու եւ միայն 5-ից 10%-ն է, որ անվարձահատույց են հանձնում։ Արյունատվությունն ի դեպ հաճախ օգտակար է հենց դոնորի օրգանիզմի համար։ Բացի նրանից, որ կորցրած արյան դիմաց նոր արյուն է արտադրվում, սիրտանոթային համակարգի համար է շատ լավ, արյան ռեոլոգիան է բարելավում, որոշ չափով արյան մեջից հեռացվում են այդ լիպոպոլիսախարիդները, ճարպաթթուները, խոլեստերինը, ինչպես նաև որոշ վնասակար հակամարմիններ։ Օրգանիզմը նաև կոփվում է կանոնավոր արյունատվությունից, սովորում արյան կորստին, ու եթե Աստված մի արասցե դժբախտ պատահարի հանդիպի, ավելի դիմացկուն կլինի։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։